Ծափաթաղցի 3-ամյա Տիգրանի սարսափելի սպանությունից հետո նրա քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն, հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան։ Չի բացառվում փոքրիկի հորը, որ կասկածվում է որդուն խեղդամահ անելու համար, եւ մորը զրկեն ծնողական իրավունքներից։ 3-ամյա սպանված տղայի ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, փոքր տանը միասին ապրում են 14 հոգի, նրանցից 9 երեխաներ։ Ադրբեջանով Հայաստան ցորեն է տեղափոխվում միանգամից երկու երկրից։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գրառումից ենք հասկանում, որ 3 ադրբեջանական լրատվական գործակալության այս կադրերում ռուսական ցորենով բեռնված գնացքն է, որը Ադրբեջանից մտնելու է Վրաստան, այնտեղից հացահատիկը հասցնելու է Դալարի կայարան, որտեղ պետք է բեռնաթափվի։ Արդեն ճանապարհին է նաև ղազախական ցորենը, որը նույն ճանապարհով պետք է հասնի Հայաստան։ Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ շեշտել, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որ արդեն լուծել է 8 կամ 9 հակամարտություն աշխարհում։ Вклад России в урегулирование отношений между что не до конца урегулированных отношений между Арменией и Азербайджаном. Ռուսաստանի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դեռևս լիովին չլուծված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է։ Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում։ Более стабильный, и туда пришло в конце концов мир. Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների ամենամյա հավաք, որին 3 տարվա ընդմիջումից հետո մասնակցել է նաև մեր երկրի պատվիրակությունը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները ծաղիկներ են խոնարհել Կրեմլի անմար կրակի մոտ։ Սևանա լիճը ադրբեջանական անվանումով կոչելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Միևնույն ժամանակ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի պես Ալիևի խոսքերը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի կոնտեքստում չի դիտարկում։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչան։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի թե տեղավորվում է, հա, բանի մեջ խաղաղության նարատիվը։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետի գրառումները ուղիղ հրահանգ իրավապահներին չի համարում քննչական կոմիտեի ղեկավարը։ Հունիսի 17-ին, երբ արդեն Սամվել Կարապետյանը այդ մեկնաբանությունը արել էր, որ եթե դիմադիրներին չհաջողվի, մենք էլ կմասնակցենք մեր ձևով այդ ամեն ինչին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գրում է Պոռնկաբարով, ու դրանից հետո արդեն սկսվում է, բան։ Ես ուղղակի ուզում եմ բան անեմ, որ չասեք, հունիսի 17-ին ասում է, որ գրում է Պոռնկաբարով հոգևորականներն ու ներողություն այս ամեն ինչը մեջ բերելու համար։ Ուղղակի ուզում եմ ուղիղ մեջ բերել, ներողություն այս բառերի համար։ Փաշինյանի խոսքերն են։ Պոռնկաբարով հոգևորականներն ու նրանց պոռնկաբարով բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ, որից հետո արդեն Սամվել Կարապետյանը կալանավորվում է, հետո էլ անընդհատ նրա կալանքի ժամկետը երկարաձգվում է եւ միակ հիմքը, ինչպես պնդում են փաստաբանները, այն հայտարարությունն է, ոչ թե տնտեսական գործերն են, այլ այն հայտարարությունը, որ ասել էր այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս գրառումը, որը կալանքի նախորդել է, հրահանգ է, միջամտություն է գործին, թե ոչ, ինչպես եք դուք սա մեկնաբանում։ Ես այդ հարցին պատասխանեցի, դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելու առաջադրանք ունի քննչական կոմիտեի ղեկավարը, պատգամավորի այս պնդումը չի հերքել Արթուր Պողոսյանը, սակայն չի համաձայնել ընդդիմադիր պատգամավորի մեկ այլ պնդմանը, որ 52 քննիչներ զբաղված են միայն Սամվել Կարապետյանի գործով եւ մոտ 5 ամիս է չեն կարողանում ավարտել քննությունն ու գործն ուղարկել դատարան։ Պարոն Պողոսյան, առաջվա էնտուզիազմը չկա։ Որովհետև դուք էլ շատ լավ գիտակցում եք, թե ինչ եք անում եւ ինչպիսի պատասխանատվություն է սպասվում ձեզ։
Այս ձեր անկեղծությունը ուզում եմ ընդգծել։ 52 քննիչ եք ներգրավել եւ գործը չեք կարողանում ուղարկել դատարան։ Ես կանխատեսում եի, որ դուք կասեք, որ այնտեղ փողերի լվացում կա, ծավալուն ա գործը եւ այլն եւ այլն։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու հատվածը առանձին ուղարկեիք դատարան։ Ինչի՞ չեք արել, որովհետև ձեզ պետք է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Միջին վիճակագրական հայ մարդու մոտ պարզ է։ Նշում եք, որ 52 քննիչ են ներգրավել Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթով։ Ես նշեմ, որ ընդհանրապես դուք ո՞նց եք պատկերացնում, երբ որ դուք մտածում եք, որ այդ 52 քննիչը երբ որ ներգրաված է մեկ գործով, այդ քննիչը հետագայում այլ քրեական վարույթներով որևիցե գործողություն, ես ձեր ընկալմամբ եմ ասում, որ որևիցե գործով չի զբաղվում, ամենևին դա այդպես չէ։ Օրենսդիրը մի մեխանիզմ է նախատեսել։ Չենք կարող մեղադրանքը օրենսդրական ընդհանրապես հնարավորություն գոյություն չունի։ Չենք կարող տրոհել մի հոդվածը, մեղադրանքը տրոհել, մի մասով ուղարկել դատարան, մի մասով շարունակել նախաքննությունը։ Հայաստանում հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած հարցազրույցը մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի եւ ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարսոնի կհրապարակվի հաջորդ շաբաթ, այս մասին հայտնել է Կարապետյանը հրապարակելով լուսանկար հարցազրույցավարի հետ եւ գրել մեջբերում. Ուրախ եմ, որ ԱՄՆ բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին եւ ստացա այսպիսի հյուրընկալություն։ Մեջբերման ավարտը։ Եվրամիությանը միանալու համար կարճ ճանապարհներ գոյություն չունեն, հայտարարել են եվրապաշտոնյաները եւ Ուկրաինայից պահանջել ավելի մեծ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք չենք շրջանցի որևէ փուլ եւ չենք առաջարկի կրճատ ուղիներ։ Եվրամիությանը միանալը մնում է արդար, խիստ եւ արժանինքների վրա հիմնված գործընթաց, պարզաբանել են եվրապաշտոնյաները։ Եվրամիությունը, որին հաջող մեղադրում են, որ թույլ չի տալիս Ուկրաինային ավարտել պատերազմը Ռուսաստանի հետ, հայտարարել Ուկրաինան իրատեսական շանսեր կունենա միանալ կազմակերպությանը միայն 2030 թվականին։ Չնայած Եվրամիության եւ Միացյալ Նահանգների սահմանափակումների, Ռուսաստանում 10 տարվա գործունեության հայտ է ներկայացրել ամերիկյան Coca-Cola ընկերությունը։ Ռուսաստանում իրենց ապրանքանիշները գրանցելու համար դիմել են նաեւ համաշխարհային այլ բրենդներ։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը չի բացառել, որ ԱՄՆ Նիգերիայի դեմ հակաահաբեկչական գործողություններ կսկսի։ Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները կդադարեցնի այդ երկրի դրամադրվող օգնությունն ու գործողություններ կձեռնարկի ոչնչացնելու իսլամիստ ահաբեկիչներին, հայտարարել է խոսնակը։ Նիգերիայի իշխանությունը Վաշինգտոնին հիշեցրել է, որ երկրում կրոնական ազատությունը երաշխավորված է սահմանադրությամբ, իսկ հնարավոր ռազմական գործողությունները որակել է արտաքին միջամտություն երկրի ներքին գործերին։ Զորան Մանդանի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակից հետո հավաքել է աջակիցներին եւ հայտարարել, որ ստացել է փոփոխության մանդատ եւ որ ինքը արդեն դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վատագույն մղձավանջը։ Անկախ նրանից դուք ներգաղթյալ եք թե փոքրամասնություն, թե ֆեդերալ պաշտոնից Դոնալդ Թրամփի ձեռքով հեռացված բազմաթիվ սևամորթ կանանցից մեկը, ձեր պայքարը մեր պայքարն է։ Ես մուսուլման եմ, ես դեմոկրատ սոցիալիստ եմ եւ ամենակարևորը, ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել դրա համար։ Ընտրություններում Մանդանին հավաքել է ձայների ավելի քան 50%-ը։ Արդյունքների ամփոփումից հետո ԱՄՆ նախագահը Truth Social սոցհարթակում գրառել է. Թրամփը քվեաթերթի կում չէր եւ շաթդաունը։ Սրանք են այն երկու պատճառները, որ 3 հանրապետականները պարտվեցին ընտրություններում։ Իդեպ, դեմոկրատ թեկնածուները հաղթել են նաեւ Վիրջինիայի եւ Նյու Ջերսիի նահանգապետների ընտրություններում։
Փոփ մշակույթի սենսացիոն կերպարի Լաբուբուի ստեղծման 10-ամյակին նվիրված ցուցահանդես է եղել չինական Շանհայում։ Ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան 1100 տեսակի լաբուբու։ Երկրպագուների համար այս խաղալիքներից յուրաքանչյուրն ունի բնավորություն եւ հմայք։ Բացի փափուկ լաբուբուներից ցուցադրությանը ներկայացվել են նաեւ լաբուբու քանդակներ։ Վերջին տվյալներով լաբուբուի ստեղծող Վոնգ Նինգը միայն խաղալիքների վաճառքից ստացել է $22 միլիարդ եկամուտ։ Տավուշի Աչաջուր գյուղի համանուն ֆուտբոլային ակումբը ստացել է խոստացված նվերները մեր ձևով շարժումից։ Ֆուտբոլային հանդիպումների եւ պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ, կահավորանք, ինչպես նաեւ ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ։ Աչաջուրի ֆուտբոլային ակումբի անդամները իրենց կարիքների մասին մեր ձևով շարժման անդամներին պատմել էին սեպտեմբերին, երբ շարժումը աշխատանքային այցով գյուղ էր գնացել։